Ողջույններ բոլորիդ։ Եկել ենք Ռիցի կոնտուարը փորձելու իրենց ամենալավ մադլենները։ Իդեպ, եթե չգիտեք, իրենք համարվում են Փարիզի ամենալավերը։ Ճիշտ է, իրենք որոշակի արժեք ունեն, բայց համեղ են։ Հիմա կասեք, ինչի եմ եկել, եթե արդեն գիտեմ, որ իրենք ամենալավն են եւ ամենահամեղն են։ Իսկ եկել եմ, որովհետեւ փոփոխություններ են եղել։ Հիմա կմտնենք, կվերցնենք, կփորձենք ու ձեզ կասեմ։ Արդեն վերցրեցինք մեր ճանաչված ամենալավ մադլենները, ուրեմն վերցրել եմ 5 տեսակը, իրենք ունեն 6 տեսակ, շոկոլադը ես ուղղակի չուզեցի վերցնել, որովհետև շոկոլադը առանձնապես մեծ բան չի ասելու, հաստատ գիտեմ, այնպես որ վերցրել եմ 5 ամենակարևոր տեսականին, ամենակարևորը վերցրել եմ կլասիկ վանիլայինը, վերցրել եմ ազնվամորիով տարբերակը, կարամելովը, կիտրոնովը եւ մարակուայովը, այնպես որ անհամբեր եմ փորձելու, նաև վերցրել եմ կապուչինո, որն ասեմ բավականին թանկարժեր, 7 եվրո, հուսով եմ համեղ է լինելու, մատուցումը շատ գեղեցիկ է, սպասքը շատ լավն է, տեղը ուղղակի հաճելի, ուղղակի շատ փոքրիկ է, հաշվի առեք, որ հնարավոր է հերթեր լինեն եւ ձեզ ուղղակի տեղ չհասնի, այսօր իմ բախտը բերեց, տեղ կար, լավ տեղավորվել եմ, որ հանգիստ փորձեմ, իդեպ ասեմ, որ ամեն մադլենն արժի 5 եվրո ու ունեն շատ գեղեցիկ նվեր տուփիկներ, որոնցով կարող եք գնել եւ տանել նվեր, բայց հաշվի առեք տուփիկի համար պետք է վճարեք հավելյալ 5 եվրո, որովհետեւ տուփիկները կամ 5 հատանոց են կամ 8 հատանոց են, այսինքն 5 հատանոց մադլենի տուփիկը ոչ թե 25 եվրո կարժենա, այլ 30 եվրո, բայց տուփիկները ուղղակի վերջն են, շատ գեղեցիկ են։ Հիմա պետք է փորձենք ու հասկանանք, արդյոք այս փոքրիկ մադլենը, չնայած ասեմ ինքը բավականին ծանր է, արժե 5 եվրո, բայց նախապես եկեք փորձենք կապուչինոն։ Հա, համեղ է, համեղ, ուղղակի սովորական համեղ կապուչինո, ոչ մի արտառոց բան, բայց կարևորը համեղ է։ 7 եվրոն ճիշտ է մի քիչ թանկ է, բայց գոնե համեղ է։ Ինչու ենք եկել հենց այստեղ մադլեն փորձելու, որովհետև Ռիցի մադլենները համարվում են Փարիզի ամենալավ մադլենները ու իրենք իսկապես համով են, բայց եկել ենք հասկանալու իրենք մնացել են այդքան լավը հաշվի առնելով, որ եթե չգիտեք, կարևոր նորություն եմ ասելու, Ռիցի գլխավոր հրուշակագործը փոխվել է, այլևս Ֆրանսուଆ Պեղեն չէ, որը ավելին քան 10 տարի գլխավոր հրուշակագործն էր համարվում, հիմա փոխվել է, ուրիշ մարդ է եւ եկել ենք փորձելու, տեսնենք որակը նույնն է մնացել, թե որակն էլ է փոխվել, որովհետեւ տեսականին ամբողջովին նույնն է մնացել։ Հիմա այսպես կասեմ ձեզ, թե ինչպիսին էին համերը կնկարագրեմ, որովհետև մեզ չթողեցին նկարահանում անել ներսում, ասեցին հատուկ թույլտվություն է պետք, թե մենք էլ բնականաբար հարգելով չնկարահանեցինք, ուղղակի փոքրիկ կադրեր եմ արել եւ ձեզ հիմա կասեմ իմ կարծիքը։ Ուրեմն դեգուստացիան սկսեցի վանիլային մադլենով, ինչպես միշտ շատ համեղ էր, գնահատում եմ 10-ից 9։ Ինչու 10-ից 9, որովհետև ուղղակի կլասիկ համեղ մադլեներ, այդ վրայի գլազուրը, որ կա թափանցիկ, այդ ամեն ինչ արժի ուղղակի։ Հետո շարունակեցի արդեն ազնվամորու մադլենով, այստեղ արդեն հետաքրքիր պահը սկսվում է, որտև արդեն բոլոր մադլենների մեջ լինելու են միջուկներ։ Միջուկը հենց ազնվամորու կոնֆի էր, շատ համեղ, շատ թարմ, 10-ից 10, իսկապես իրենք շատ լավն են։ Անցա մյուսը արդեն կարամելային մադլենի, կրկին շատ հավանեցի, բայց կգնահատեմ 10-ից
8, որովհետև եթե հիշում եք, ես միշտ ասում եմ, եթե կառամել անպայման պետք է մեջը աղ լինի ու այստեղ կար այդ աղը, ուղղակի այս դեպքում էլ ըստ իս մի փոքր ավել էր, չնայած ես էլի լավ կերա, բայց իմ երեխաներն ասեցին, որ մի փոքր աղի էր, իսկ քանի որ այսպես ասած երեխաների բերանից ճիշտն է դուրս գալիս ու նայում ենք ընդհանուր կարծիքով, ապա երևի թե մի փոքր աղը շատ էր, բայց կրկին եմ ասում, շատ համեղ էր, դրա համար 10-ից 8։ Անհամբեր սպասում էի տեսնեի, թե կիտրոնով ինչպիսին է լինելու, շատ համեղ էր, եթե սիրում եք կիտրոնով կեքսիկներ, անպայման սիրելու եք, որովհետև միջուկը կիտրոնի այդ կրեմը շատ նուրբ էր, իդեպ ասեմ թթված չէր ընդհանրապես, ուղղակի շատ համեղ կիտրոնի առամատ այսպես ասած ուներ, բայց թթվածությունը չկար, այնպես որ հաստատ լայն մասայի դուր է գալու, ես շատ հավանեցի 10-ից 10։ Համտեսումս ավարտեցի մարակույայի մադլենով։ Գիտեմ մարակույա շատերդ եք սիրում, դրա համար չէի կարող այդ մեկը չվերցնել, ուրեմն ասեմ, սա նույնպես կգնահատեմ 10-ից 10, որովհետև մարակույան լրիվ ներկա էր, երբ որ դուք իրան ուտում եք, ինքը լրիվ կար, այսինքն շփոթվելու հնարավորություն չկար, բայց դրա հետ մեկտեղ ինքը կրկին թթված չէր, կրկին չափից շատ չէր ու նույնիսկ այն մարդիկ, ովքեր այդքան էլ մարակույայի սիրահար չեն, սիրում եմ, բայց ոչ այդքան շատ, հաստատ կուտեմ, որովհետև շատ համեղ էր, այնպես որ դուք էլ փորձեք։ Վերջաբան ուզում եմ ձեզ ասել, որ անպայման եկեք եւ փորձեք այս մադլենները, որովհետև իրենք իսկապես շատ համեղ են։ Արդեն նշել էի, հրուշակագործը փոխվել էր, որի համար էլ եկել էինք, փորձեինք ու համոզվենք տեսականի նույն մնալով հանդերձ, որակն էլ է նույնը մնացել թե չէ, ու հաստատում եմ, որ այո, որակը նույնն է, շատ բարձրորակ են, այո, ինչպես ասեցի, ունեն որոշակի արժեք, ամեն մեկը արժի 5 եվրո, մի քիչ թանկ է, բայց էլի եմ ասելու, կրկնվելու եմ, որ լյուքսը թանկ արժե, իսկ ես ձեզ անպայման խորհուրդ եմ տալիս այցելեք ու մի հապաղեք բաժանորդագրվելու, լայքելու այս վիդեոն, ինչպես նաև կիսվելու ձեր հարազատների հետ ու նաև զանգակոճակը չմոռանաք սեղմեք, որպեսզի բաց չթողնեք նորանոր համտեսումներ, իսկ ես ձեզ պաչիկ եմ անում։